Ողջույն, իմ շատ սիրելի բուսասերներ, խնդրում եմ նայեք այս ծաղկին եւ միանգամից առանց մտածելու ինչ անուն է գալիս, մտքի մեջ։ Համոզված եմ, որ 90% ասում է Լիլիա։ Թեպետ իրականում սա, որի անվանումը հիպեաստրում է, բացարձակ կապ չունի Լիլիաների ընտանիքի հետ։ Ավելին ասեմ, կա ամարիլիս կոչվող բույսը եւ կա հիպեաստրումը։ Այսօր ես ուզում եմ ձեզ բավականին հիմնավոր բացատրել այս բույսերի տարբերությունը, ինչպես տարբերել հիպեաստրումը ամարիլիսից, ինչպես նաև խոսենք նրա խնամքի եւ ամենակարևորը բազմացման մասին։ Մինչ այդ իմ շատ սիրելի հետևորդներ, խնդրում եմ ձեզ, եթե հարցեր եք տալիս, տեսանյութը նայեք մինչև վերջ, որովհետև երբեմն տալիս եք այն հարցերը, որոնց մասին ես հստակ խոսում եմ եւ բացատրում եմ։ Այսինքն կրկնակի աշխատանք է արվում, իսկ այդ ժամանակահատվածում ես կարող եմ ինչ-որ նոր բան բացահայտել ձեզ համար։ Եվ բացի այդ կան բազմաթիվ տեսանյութեր 150-ից ավելի։ Երբ հարցնում եք լիմոնի խնամքը կամ մանուշակի, փորձեք նայել տեսանյութը, եթե հարցեր կլինի, նոր ես հաճույքով կբացատրեմ։ Դե ինչ, սկսում ենք։ Սկսենք ամենակարևորից, այս երկուսն էլ սոխուկավոր բույսեր են։ Եվ ամարիլիսը, եւ հիպեաստրումը։ Սակայն նրանք տարբերվում են միմյանցից սոխուկի ձևով։ Բոլոր հիպեաստրումները ունեն տանձաձև սոխ, իսկ ամարիլիսի մոտ սոխը կլոր է։ Ինչու համար եմ ես այսպես մանրամասը բացատրում, որովհետև եթե դուք ուզում եք ձեռք բերել հենց կոնկրետ այդ բույսը, ապա միանգամից սոխուկի միջոցով կարող եք տարբերել, որն է այն։ Երկրորդ կարևոր հատկանիշը։ Հիպեաստրումը, որը դուք տեսնում եք ձեր սեղանին, ծաղկում է տալով ընդամենը 4-ից 6 ծաղիկ մեկ ցողունի վրա։ Ամարիլիսը կարող է տալ 6-ից 12 ծաղիկ, ընդ որում հաջորդ տարբերությունը ամարիլիսը սկզբից գցում է ցողունը, այնուհետև նրա վրա հայտնվում են մեծ գլխիկներով ծաղիկները, դրանք հիմնականում լինում են կարմիր, սպիտակ կամ կրակագույն։ Հիպեաստրումը կամ սկզբից դուրս են գալիս տերևները, ինչպես էստեղ եք տեսնում, ապա նոր ծաղիկը կամ տերևները եւ կոկոնը սկսում են աճել միաժամանակ։ Ամարիլիսի դեպքում շատ կարևոր հատկանիշ է, այդպես է կարող եք տարբերել։ Ցողունը լինում է հոծ, ծանր, որովհետև ծաղիկները մեծ են, գլխիկները պիտի կարողանա պահել։ Հիպեաստրումի դեպքում ապա նայեք, նույնիսկ ձայնը կլսեք, ցողունը սնամեջ է։ Ամարիլիսի դեպքում ցողունը կարող է բարձրանալ մինչև 40 առավելագույնը 60 սանտիմետր։ Հիպեաստրումի դեպքում ցողունը կարող է լինել մինչև 1 մետր։ Տեսնում եք ինչպիսի տարբերություն։ Ամարիլիսը տարվա մեջ ծաղկում է ընդամենը 1 անգամ, հիպեաստրումը ճիշտ խնամքի դեպքում ծաղկում է տարվա մեջ 4 անգամ։ Հիմա փորձենք բույրով տարբերել։ Հիպեաստրումները ընդհանրապես հոտ չունեն, ամարիլիսները ունեն շատ նուրբ հոտ։ Հաջորդ տարբերակը ամարիլիսների ծաղիկների տերևները լայն են եւ մուգ կանաչ, հիպեաստրումները տեսնում եք ավելի վառ կանաչ են եւ թրածև։ Եվ կարևոր հատկանիշներից տարբերություններից մեկն էլ այն է, որ ամարիլիսները ունեն, ասեցի, գունային գաման շատ ավելի փոքր, իսկ հիպեաստրումները ունեն եւ բազմաթիվ գույներ, եւ դրանց երանգները, նրանց տեսականին անցնում է վերջին տվյալներով 90-ի, թեպետ մի 5 տարի առաջ ասում էին 70 տեսակ ունի, իսկ ամարիլիսը ունի ընդամենը 1 տեսակ, եւ դա ամարիլիս բելադոննան է։ Եվ վերջին տարբերությունը ամարիլիսը ծաղկում է աշնանվերջ դեպի ձմեռ, իսկ հիպեաստրումները սկսում են ծաղկել ձմռանից մինչև գարուն եւ կարող է ձգվել մինչև ամառ։ Ահա այսպես սիրելիներս։ Սակայն չնայած այս բազմաթիվ տարբերություններին, նրանք ունեն խնամքի գրեթե նույն պայմանները, որոնք են դրանք։
ամարիլիսները եւ հիպեաստրումները, կոնկրետ այս պահին ես իմ սեղանին ունեմ միայն հիպեաստրումներ։ Ամարիլիսները եւ հիպեաստրումները չեն սիրում արևի ուղիղ ճառագայթ, սա պիտի հստակ իմանանք, եւ չեն սիրում շատ բարձր ջերմաստիճան։ Նրա ջերմաստիճանը կարելի է կոտրել տերևները ցողելու օգնությամբ։ Շատ կարևոր է ծաղկամանը, որովհետև ծաղկամանի եւ սոխուկի միջև տարբերությունը ներքևի մասում չի կարող անցնել երկու մատից։ Երբ դուք շատ հաճախ գրում եք տիկին դոնարա, ունեմ լիլա, այսինքն կամ ամարիլիսը կամ հիպեաստրումը, որը մի անգամ ծաղկել է եւ այլևս չի ծաղկում, առաջին հերթը որ տալիս եմ, հարցը որ տալիս եմ առաջնահերթ, ասում եմ, ինչպիսի ծաղկամանի մեջ եք տեղափոխել եւ ինչպես։ Սա շատ կարևոր պայման է։ Տեսեք, սոխուկը տնկելու ժամանակ, ինչպես բոլոր մյուս սոխուկավոր բույսերը, անպայման մեկ-երկու մատի չափով սոխուկի վերին մասը պետք է լինի հողից դուրս։ Մենք այսպես ենք վարվում եւ վարդակակաչների ժամանակ, եւ թրաշուշանների ժամանակ, եւ հենց լիլաների, իսկական շուշանների դեպքում։ Սա ոսկե կանոն է բոլոր սոխուկավոր բույսերի համար, սա հիշենք։ Այս բույսը շատ պահանջկոտ է նաեւ հողի նկատմամբ, այսինքն նրա հողը պետք է լինի եւ ջրաթափանց, եւ օդաթափանց արմատների համար, եւ բավականին փափուկ, որպեսզի իդեալական կարողանաք աճեցնել այս բույսը, ապա կարող եք վերցնել ունիվերսալ հողախառնուրդ, որը իրենից ներկայացնում է 2 բաժին ջիմահող, 1 բաժին կարմիրավազ, 1 բաժին պերլիտ եւ իհարկե կոկոսի տորֆ։ Տեսեք, մեր հողախառնուրդի մեջ մեր բույսերը, այդ թվում նաեւ ամարիլիսները եւ հիպեաստրումները հրաշալի աճում են, բոլոր սոխուկավորները, սակայն խորհուրդ կտամ ավելացնել նաեւ մի փոքր սովորական գետի ավազ։ Եթե չունեք, հոգ չէ, սրա մեջ էլ շատ լավ է աճում։ Մեկ գաղտնիքի մասին եւս ես սիրում եմ, եւ դա շատ լավ արդյունք է տալիս, բոլոր սոխուկավոր բույսերի վերատնկման ժամանակ ավելացնել փայտածուխ։ Տեսեք, այսպես։ Իսկ հիմա հասանք մեր հանդիպման, ինչպես ասում են, ամենահետաքրքիր տեղին, ինչպես բազմացնել հիպեաստրումները։ Ունենք 3 տարբերակ, առաջինը սերմերից, դա ամենաերկար տարբերակն է եւ իմ չսիրած տարբերակը, որտեղ բազմիցս ասել եմ, ես համբերություն չունեմ, իսկ սերմերից միջև ծաղկած հիպեաստրում ստանալը տևում է մոտավորապես 8 տարի։ Հաջորդը, շատ է, չէ, հաջորդը դա սոխուկների կողքից դուրս եկած հանգիստ։ Հաջորդը, տեսեք, բույսը կողքից տվել է ծիլեր, հետևապես փոքրիկ սոխուկներ, դրանց բաժանումն է։ Հիմա ես ավելի մանրամասը ցույց կտամ ավելի մեծ սոխուկի վրա։ Եվ ի վերջո, մեկ հոծ սոխուկը, ամբողջական սոխուկը կարելի է կտրել ոչ ամբողջական, ներքևի մասը թողնելով միասնական եւ տնկել հողի մեջ, առաջանում են նոր սոխեր։ Դե ինչ, իսկ հիմա անցնենք լուրջ աշխատանքի։ Այսպես հագնում ձեռնոցները։ Սիրելիներս, ինչու հիմա շատերը կմտածեն, լավ, ինչ տարբերությունն ամարիլիս է, մեզ մոտ, թե, չգիտեմ, շուշան է, թե հիպեաստրում է։ Իմ նպատակն է, որ դուք իսկապես դառնաք, եթե ոչ ամբողջական արհեստավար պրոֆեսիոնալ մասնագետներ, ապա ճիշտ հասկանաք ձեր բույսերի լեզուն, որը ձեզ օրեցօր հնարավորություն կտա ավելի լավ խնամելու ձեր բույսերը եւ ավելի երկար վայելելու դրանց ծաղկումը։ Հիմա, տեսեք, մենք այստեղ ունենք 1-2, արդեն երրորդն է առաջացնում, սոխեր, նախ փորձենք թուլացնել հողը, ինչպես միշտ անում եմ ես, որպեսզի հանելու ժամանակ չվնասենք, այնքան է աճել, տեսեք ներքևի մասում ինչ արմատներ ունի։ Այս դեպքում
երբ արմատները այսպես հոծաճել են, խորհուրդ կտամ չափսոսել եւ պարզապես կտրել ծաղկամանը թուլացնելուց հետո։ Իդեպ ասեմ, որ ջրելու ժամանակ շատ զգուշ պիտի լինեք, որպեսզի ջուրը սոխերի վրա չանցնի։ Այս դեպքում, երբ այնքան են աճած լինում սոխից դուրս եկած արմատները, որ հասնում են ծաղկամանի հատակին, ինչպես տեսնում եք, հնարավոր է բույսը ջրել նաև տակից։ Ինչ է նշանակում, վերցնում ենք թասիկով ջուր եւ նրան դնում ենք մոտավորապես այս չափի մեջ իր ծաղկամանով ջրի մեջ, թողնում ենք 20 րոպե կես ժամ, որից հետո տակի ջուրը անպայման պետք է թափել։ Այսպես մեկ անգամ եւս ախտահանենք գործիքը։ Այսպես նաև դանակը, որով պիտի կտրեք։ Եվ զգուշությամբ, սոխը չվնասելով, արմատները փորձում ենք բաժանել իրենց, այնպես որ շատ չվնասվի բույսը։ Տեսեք, տեղեր կա, դժվարությամբ է գնում։ Հիմա այս այլ շատ կարևոր պահ է։ Տեսակ, սոխը բաժանեցինք երկու մասի, հիմա ինչ պիտի անենք, վերքը անպայման ծածկենք ածուխով, որովհետև պիտի տնկեմ տարբեր ծաղկամանների մեջ, այսպես վերքը ծածկում ենք ածուխով, և վերցնում եմ ծաղկաման, տակը անպայման պետք է լցնել հաստ շերտով դրենաժ, լցնում եմ հողախառնուրդ մի շերտ եւ այստեղ այն մասին, որ ձեզ ասացի արդեն, անպայման գցեք մի քանի հատիկ փայտածուխ, որովհետեւ եթե նույնիսկ սխալվեք ինչ-որ ժամանակ շատ ջրել, ապա այս փայտածուխը հեշտությամբ խոնավությունը վերցնում է իր վրա եւ սոխը չի փտում։ Դարձյալ ավելացնեմ մի փոքր հող, այսպես, չեն ուզում բաժանվել իրարից, բայց վրայի հողը ամբողջովին թափելու կարիք չկա, կարող եք այսպես թափահարել, որ մասը, որ մահացած է, մեռացող էր, հեշտությամբ դուրս է գալիս, մնացածը իր արմատներով դնում ենք ծաղկամանի մեջ եւ ինչպես ասացի, մի փոքր պիտի սոխի մասը վերևում մնա, չէ, եւ ավելացնում ենք հող։ Այսպես։ Սեղմում ենք լավ։ Մի փոքր էլ հող։ Թափահարում ենք։ Լավ, պինդ սեղմվեց եւ ջրում ենք։ Հիմա մի գաղտնիքի մասին եւս, եթե ուզում եք սոխուկը շուտ ծաղկի, ապա ցանկալի է նրան ջրել մի փոքր գոր ջրով։ Գորացրեք ջուրը սենյակային ջերմաստիճանից էլ մի փոքր տաք եւ դրանով ջրեք։ Այս էլ այսպես։ Իհարկե, ծաղկմանը շատ նպաստում է նաեւ պարարտացումը, անհրաժեշտ է սոխուկը ամիսը 2 անգամ կամ գոնե ամիսը 1 անգամ պարարտացնել ազոտ, ֆոսֆոր եւ կալիում պարարտանյութով։ Սա էլ այսպես։ Եվս մի բան, շատ երկար ստացվեց, ձեր համբերությունը չարաշահեցի, բայց շատ կարևոր թեմա է, չեմ ուզում երկրորդ անգամ անդրադառնալ։ Հիմա բույսը ծաղկեց, ծաղիկները թափվեցին, տերևները սկսում են դեղնել, չորանալ, ցողունը չենք կտրում, ոչ տերևները, ոչ ցողունը, որովհետև դեռևս երկար ժամանակ սոխը սնվում է նրանց օրգանական նյութերով։ Թողնում ենք լավ չորանում է, այնուհետև սոխը կարող ենք դնել արդեն հանգստի։ Դնում ենք հնարավորինս ցածր ջերմաստիճանում, գոնե 18-ից 20 ավելին չլինի։ Եվ հողը պահում ենք բավականին չոր, ջրում ենք միայն հազվադեպ, այն էլ եզրերով։ Այսքանը սիրելիներս, չգիտեմ որքանով կարողացա օգնել ձեզ, բայց շատ կարևոր խորհուրդներ են, եթե հետևեք, ապա
ձեր այգում մեկ անգամ կամ ձեր տանը մինչ այլոց այգում են լավաճում, մեկ անգամ ծաղկող տարվա մեջ ընդամենը մեկ անգամ ծաղկող ամարիլիսի փոխարեն դուք կարող եք ճիշտ ընտրել հիպեաստրումի սոխուկները, ճիշտ խնամել եւ տարվա մեջ 4 անգամ վայելել այս գեղեցիկ ծաղիկները, որոնք գիտեք շատ երկար են մնում բույսի վրա։ Կհանդիպենք, գրեք ձեր հարցերը, միշտ կպատասխանեմ, միշտ ձեր տոնակոս։